Արդեն այս այգին էլ ծլեց, ցանել ենք հոկտեմբերի 25-ին, սր 15-րդ օրն է, դեր մի երկու շուտ էլ ածել է, նայք գնալով ինքը ստվերոտ տեղերը հուշածելուն, որտեղ արևոտ է, տեղն է շատ կանաչում, գնալով ինքը ամբողջը փակելու է, նայք որտեղ որ ստվեր է, դեր նորածելուն, նայք, իսկ որտեղ որ արևոտ է, ավելի ցածրադիր է եւ ավելի տաք է, այսինքն ինչ է նշանակում ցածրադիրն է, այս դաշտը մի քիչ բարձր է, նայեք, նորածալում, ինչ ձև է ծալածը, իսկ այս դաշտը որ մի քիչ ավելի ցածր է եւ հյուսիսային կողմից տունը պահում է, այսինքն ավելի տաք գոտի է, նայեք ինչ հավեսին արդեն ծլել է։ Սրանով ինչ եմ ուզում ասեմ, թե մեր աշխատանքների արդյունքն եմ ցույց տալի եւ թե ես գործնական ապացուցում եմ իմ նյութերով, որ ինչքան կարևոր է ամեն ինչ ճիշտ անել, ժամանակին անել, գրագետ անել եւ սրտացավ, հոգատար, որ քո գործով ինքդ էլ ոգևորվես, ուրախանաս եւ մարդիկ գոհ մնան քեզնից։ Երբ որ միշտ ասել եմ ամեն մարդ իր աշխատանքը կատարի նպատակային, հոգատար, սրտացավ, այնքան խաղաղ ու այնքան ամեն բան իր տեղը կընկնի, էլի։ Սիրենք մեր աշխատանքը, ամեն մեկս դիմացինին հարգենք, աշխատանքը ճիշտ կատարենք։ Ինչևէ անցնեմ մասնագիտական, նայեք, երբ որ շատերն ասում են ձմռան բաղաշուն չի, բա ցուրտ չի, բա սերմը չի ցրտարու, ես բազմիցս իմ նյութերով ասել եմ, մենք անգամ դեկտեմբերի միջև վերջերը, երբ որ ձյուն չի եղել, սերմ ենք ցանել, մենք այգի ենք ունեցել մի 3 տարի առաջ, մի հատվածը դեկտեմբերի մի պահ ձյուն եկավ, մի հատվածը անգամ ստվերոտ էր, ձյունը կիսատ սպիտակ մնաց, հողը սառեց, սենց ասեմ, մենք շարունակել ենք սերմը ցանել ենք, ծածկել, գարնան, փետրվար ամսի օրերը տաքանալուն պես անմիջապես ծլել է ու միշտ հիշեք, ցրտահարված սերմը ավելի բարձր բույս է դառնում, դա գիտականորեն ապացուցված, նույնիսկ գյուղացիները գիտեն այդ մասին։ Ինչևէ ժողովուրդ ջան, այս այգին էլ գազոնի դեմոնտաժն արած է, գազոնը ստացանք արդեն, ոնց են ասում, շնորհավոր լինի, բարովայել, այս տվերոտ հատվածները նորածելում, հեռվից սենց է երևում, բայց մոտիկից ամբողջը սենց գեղեցիկ ծիլեր է։ Եկանք ջրի բանը ցածրացրեցինք, դե քանի որ դեռ մինուս չի, մի քիչ, շատ քիչ կջրվի օրը մեկ անգամ, հողը հասցնի խոնավությունը պահի, որ ծլի լիարժեք, այնուհետև ձմեռային սլիվը կանենք։ Այս էլ մեր այս աշխատանքներից նորից եմ ասում բարով վայելեն ամեն մեզ դիմողները այսենց արդյունք են ունենալու։ Այսքանը։